Թրամփը կշռում է նաև հայության ունեցածը ոչ միայն Հայաստանի, որովհետև Հայաստանը հասկանալի է, որ այդպիսի ծախսերը փակելու հնարավորություն այս պահին չունի, ինչպես դուք ճշգրիտ ասում եք, բայց հայերը աշխարհով 1 տրիլիոնից ավել գումարի վերահսկողություն են իրականացնում, բացի դրանից համաշխարհային ցանց լինելով, երկրորդ սփյուռքը լինելով աշխարհում, նրանք ի վիճակի են նաև Թրամփի նախաձեռնությունը տարբեր երկրներում հնարավորինս սպասարկել։ Այս ամենը իհարկե մեծ արժեք է իրենից ներկայացնում, բայց ամբողջ հարցը այստեղ նաև բարդանում է նրանից ելնելով, որ համաշխարհային խոշորագույն կառույցը եկեղեցին է, հայոց առաքելական եկեղեցին, որի հետ բարդ հարաբերությունների մեջ է ներկայիս Հայաստանի այդ մեղմ ենք ասում, էլի, բարդ հարաբերությունների մեջ է Հայաստանի ներկայիս իշխանությունը։ Դա մեզ ինչ է տալու։ Մեզ ըստ էության հնարավոր է, որ առանձնակի շահեկան որևէ բան չտա, որովհետև այդ դեպքում մենք որևէ հավակնություններ չենք կարող ունենալ այն ամենի հանդեպ, ինչը կորցրել ենք, այն ամենը, ինչը մեր ձեռքից խլել են, 1001 բան սկսած Նախճեվանից վերջացրած Ղարաբաղի մարդաթափությամբ, ըստ էության գենոցիդով, որովհետև եթե դու խաղաղության, այսպես ասած, խորհրդի անդամ եք, ուրեմն ձեր միջև համանման հավակնությունները անթույլատրելի են, որովհետև մենք խաղաղությունն ենք ապահովում, ինչ կա, այն էլ կա, այդ սահմանները պետք է հաշտվեք դրա հետ ու վերջ փակեք թեման։ Ու դրանով փակվում է թեման, դա դժվար է ասել, թե ինչքանով մեզ կարող է շահեկան լինել, հատկապես ելնելով նրանից, որ Ադրբեջանը հայտնվել է բավական յուրօրինակ վիճակում, եւ որը մենք այսպես էլ չենք օգտագործում, էլի, այսինքն այսօր Իրանի դեմ գոյություն ունեցած շատ լուրջ վտանգը ըստ էության մի ստվար բաժնով կապված է Ադրբեջանի հետ եւ այստեղ գոյություն ունեցող աշխարհակաղակական խաղի մեջ չօգտագործել այդ իրավիճակը ինչ որ բաներ գոնե ի օգուտ Հայաստանի լուծելու, դա իմ կարծիքով այսօր անթույլատրելի շռայլություն է մեր համար, առավել եւս գնալ եւ միանգամից հայտնվել այնտեղ, որտեղ պարզ չի թե 3 տարի հետո ինչ ա լինելու։